Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Եվրամիությանը անդամակցելուն մեկնարկ տալու մասին օրենքը, արդեն իսկ օրենքը, կամ այսպես կոչված Եվրաքվեն, ռուսական թե փորձագիտական շրջանակներից եւ թե պաշտոնական շրջանակներից բազմաթիվ են եղել արձագանքները եւ դրանք մեղմ ասած բացասական են, բայց դες ուզում եմ հարցնել տնտեսական առումով Հայաստանը ինչ հետևանքներ կկրի այս քայլի համար։ Հետևանքների մասին դեռևս բավականին վաղ է խոսել, որովհետև ռուսական կողմից միգուցե հնչում են շատ կոշտ քննադատություններ ու գնահատականներ, այդ թվում սցենարներ տարատեսակ զարգացումների, եւ այդ սցենարները բավականին բացասական ելքով կավարտվեն Հայաստանի Հանրապետության համար, բայց կարծում եմ նույն ռուսական կողմի փորձագիտական շրջանակները, պաշտոնյաները, հայկական կողմը, այդ թվում եվրոպական կողմը լուրջ չի վերաբերվում այդ փաստաթղթին, որովհետև բոլորն էլ հասկանում են փաստաթղթի իրական նպատակը ինչումն է կայանում։ Փաստաթղթի իրական նպատակը բացառապես մեկ այսպես քողարկված նպատակի է ծառայում։ Նիկոլ Փաշինյանին աջակցող որոշակի ուժերի ամեն գնով մտցնել խորհրդարան հետագայում կոալիցիա կազմելու ակնկալիքով։ Բայց քանի որ այս ուժերը չունեն որևէ այլ քաղաքական կապիտալ եւ չունեն այլ միտք, որը կարող են զարգացնել եւ դրա հիման վրա որոշակի քվեներ կարողանան ստանալ, սա իրենց քվե կորզելու միակ այդպես ալիբին էր համարվում։ Եվ դա շատ քաջ, նորից եմ կրկնում, շատ քաջ գիտակցում են եւ արևմտյան գործընկերները, եւ Ռուսաստանը, եւ այլ երկրների փորձագետներ։